Այսօր ասեմ, այդ հենց բռնեն տուն անեն։ Փողոցները քանդած է, սարքում են, վերանորոգում են, աշխատանքի տեղի խնդիրը, այդ կամաց կկարգավորվի էլի։ Ինչով են զբաղվում այստեղ մարդիկ։ Եկամտի հիմնական աղբյուրը որն է, արտագնա աշխատանքի են մեկնում, ինչով են օրվա ապրուստը վաստակում։ Դե ամենքը ինչ կարում է այն անում էլի։ Հենա նայ սաղ տաքսիներ կանգնած։ Տաքսի վարելով ընտանիք են պահում։ Էդ էլ են անում։ Երիտասարդները զբաղմունքի տեղ չունեն։ Որն աշխատանք ունի, աշխատում է, որ չունի, պարաբան են գալիս։ Վարչապետը պետք է ուժեղ վարչապետ լինի։ Քիչ խստություն է պետք է, վարչապետը պետք է խիստ լինի։ Որ կարի նա իր ասածը կատարի, անի։ Հիմա տեսեք մենք Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի մասին ենք անընդհատ խոսում, բայց Ադրբեջանը պարբերական նոր զիջումներ է պարտադրում։ Հիմա արդեն խոսում է, որ համարտությունը պետք է փոխեն, պետք է վերաբնակեցնեն ադրբեջանցիներով։ Ես չեմ հավատում դրան։ Ինչին չեք հավատում։ Որ բնակեցում կլինի, որ ադրբեջանցին կգա այդտեղ կապրի կամ հայաստանցին կգնա այնտեղ կապրի։